19-ից 20-րդ դարերում կառուցված դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը 2026 թվականի հունվարի 1-ից այլևս գոյություն չի ունենա։ Տարեվերջին քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Գտնվում է ոչ բարվոք վիճակում եւ դա արձանագրվել է եւ ներպետական կառույցների մարդու իրավունքների պաշտպան եւ նաեւ Արդարադատության նախարարության կողմից եւ նաեւ մեր միջազգային գործընկերների կողմից է արձանագրվել եւ այդ հրամայականն էլ որ պետքա օր առաջ դրա գործունեությունը դադարեցվի, ինչպես նաեւ Նուբարաշին քրեակատարողական հիմնարկին նաեւ արձանագրվել է մեր միջազգային կառույցների կողմից։ Այս պահին այնտեղ առկա են մոտ 50 հոգի ընդհանուր դատապարտյալ եւ կալանավոր, որոնց պահելու համար քրեակատարողական հիմնարկում առկա է 178, եթե չեմ սխալվում, հաստիկ։ Այսինքն թե տարածքի ուրեմն արդյունավետ օգտագործման, թե աշխատուժի ռացիոնալ օգտագործման առումով բացարձակ արդարացված չի քիչ քանակությամբ ուրեմն անձանց պահելու համար։ Իսկ ինչ է սպասվում այնտեղ պահվող առողջական խնդիրներ ունեցող 50 կալանավորներին եւ դատապարտյալներին։ Այս հարցի լուծումն Արդարադատության եւ Առողջապահության նախարարությունները համատեղ են գտել։ Դեռևս սեպտեմբերի 9-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում բացվեց ստացիոնար բժշկական ստորաբաժանում, որը փոխարինելու է տարեվերջին փակվող հիմնարկին։ Բացվեց Արմավիր ստորաբաժանումը, որը ունի շուրջ 100 մահճակալ եւ հագեցած է անհրաժեշտ գույքով եւ բժշկական տեխնիկայով, որից հետո եղավ համապատասխան կառավարության որոշումը, ինչպես նշեցիք, եւ բացասական էֆեկտ մենք չենք ունենա դատապարտյալների հիվանդանոցի փակվելով, քանի որ ինքը տեղափոխվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող Արմավիր բժշկական ստորաբաժանում։ Ինքը գործել է նույն ողջ ծավալով, հագեցած ամբողջական գույքով եւ նորագույն սարքավորումներով։ Իսկ ինչու հենց Արմավիր քրեակատարողական հիմնարկը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիմնարկն ամենածառաբեռնվածն է։ Նախ Արմավիր քրեակատարողական հիմնարկը միակ նոր կառուցված հիմնարկն է, 10 տարի առաջ է կառուցվել։ Ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է, որը ունի, այսինքն համապատասխան արկա եղել շինություն, որը կարող է հարմարեցվել որպես հիվանդանոցային երկարատև բուժման բաժանմունք։ Մյուս կողմից նաև Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվում են ընդհանուր Հայաստանի Հանրապետության ազատազրկված անձանց ավելի քան 40%-ը։ Նախագծի քննարկման ժամանակ մտահոգություններ են ներկայացրել կառավարության մի քանի կառույցներ Փաշինյանի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավորությամբ։ Գլխավորն այն է, որ որևէ անդրադարձ չի կատարվել նոր քրեակատարողական հիմնարկ ստեղծելու հարցին։ Նախագծի հիմնավորմամբ նախատեսվում է քննարկել Նուբարաշեն, Վարդաշեն, դատապարտյալների հիվանդանոց եւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկները փակելու հնարավորությունը նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու դեպքում։ Հետևաբար առանց օրենքի պահանջի ապահովման մեխանիզմների նկարագրման եւ ընդհանրապես բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումներով գործող քրեակատարողական հիմնարկի գործունեության դադարեցումը մեր գնահատմամբ խնդրահարույց է։ Եվ այստեղ արժե հիշել Փաշինյանի իշխանության օրոք Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոստման մասին։ Նոր քրեակատարողական հիմնարկ այո նախատեսվում է կառուցվել հենց Նուբարաշեն քրեակատարողականի եւ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկների փոխարեն մեկ քրեակատարողական հիմնարկներ դիտարկում ենք Սիլիկյան թաղամասում այդ քրեակատարողական հիմնարկը կառուցելու հնարավորությունը։ Մենք պետք է հիմա նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար ֆինանսական գնահատական ունենանք, հնարավոր է պայմանական մրցույթ հրավիրենք, որպեսզի հասկանանք այդ աշխատանքները երբ է կատարվելու։ Ամեն դեպքում 20 թվականին արդեն գործընթացը սկսելու ենք։ Ոչ միայն 2020 թվականին նոր հիմնարկի կառուցում չսկսվեց, այլև նախագծի մասին Փաշինյանի աշխատակազմի դիտարկումը չընդունվեց գերատեսչության կողմից, չընդունվեցին նաև ֆինանսների նախարարության 3 նկատառումները։ Բացահայտված չեն ՊՕԱԿ-ի նոր տեղամասի կարողությունները, բոլոր դատապարտյալներին բժշկական լիարժեք եւ որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորության վերաբերյալ, ինչպես նաեւ լոգիստիկ դժվարությունների հետ կապված ֆինանսական ռիսկերը։
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը թեև ողջունում է դատապարտյալների հիվանդանոց հիմնարկի փակումը, սակայն եւս մտահոգություններ է նշում։ Սա ավելացնելու է բեռը։ Այստեղ նույնպես կարիք կա լրացուցիչ ռեսուրսներ ներդնելու առաջնահերթ մասնագիտական թիմի, որպեսզի ծանրաբեռնվածությունը բնականաբար ավելանում, որպեսզի ապահովի ազատազրկված անձանց բուժօգնության տրամադրման, այս լիարժեք իրականացման գործընթացը։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում գտնվող ոչ բոլոր անձին կտեղափոխվեն նոր տեղամաս։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսված է կազմակերպել հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն մասնագիտական կենտրոնում։ Պետք է հասկանալ, հոգեկան առողջության կենտրոնները արդյոք ունեն համապատասխան ռեսուրսները ազատազրկված անձանց այս սպասարկումը իրականացնելու։ Դա մասնագիտական թիմի առումով, այսինքն քանակական առումով, շենքային պայմանները, այդ ամբողջական, ինչու ոչ նաև անձնակազմի վերապատրաստումը, քանի որ մենք գործ ունենք ազատազրկված անձանց հետ եւ որոշակի նրբություններ կան ազատազրկված անձանց հետ շփվելու։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմից ահազանգեր է ստանում նաև Ֆակտոր TV-ն։ Նրանք հայտնում են, որ չեն ցանկանում տեղափոխվել այլ քրեակատարողական հիմնարկ։ Պատճառը ոչ միայն երկար ճանապարհն է, այլև աշխատանքի հնարավոր ծանրաբեռնվածությունը։ Կալանավորների եւ դատապարտյալների առողջական վիճակի բարելավում, թե գերհագեցվածություն կառաջացնի Արմավիր նոր տեղամասը, բարձ կդառնա հաջորդ տարվա ընթացքում։